Ամենատարօրինակ բանը, որ ես ձեռք եմ բերել ու իմ ամուսինը տենցել չհասկացավ ես այդ ինչի համար եմ ձեռք բերել։ Իրանք զուտ էֆեկտ ու տեսարան ստեղծելու համար նախատեսված գրքեր են։ Ինքը իսկական գիրք չի։ Սիրելի հետևորդներ, ողջույն։ Այսօր ձեզ շատ հետաքրքիր հոլովակ է սպասում, երևի ես իմ հետևի թափթփված վիճակից երևում է։ Այսօր իրար հետ ինչ ենք անելու ենք սենյակի օրգանիզացիա, սիրուն, գեղեցիկ ու էսթետիկ տեսարան ենք ստեղծելու։ Ուրեմն նախ եւ առաջ ասեմ, որ մենք արդեն մի քանի ամիս է ինչ բնակվում ենք մեր նոր տանը։ Սա իմ սենյակն է, մեր սենյակն է եւ իրականում ամեն ինչ կազմում պատրաստ է, բայց ընթացքում ես դե բնականաբար պետք է ավելացնեի էսթետիկ սիրուն դետալներ, որոնք ավելի համահունչ կլինեն եւ ինտերիերը ավելի ջերմ ու գեղեցիկ կդարձնեն։ Ու հիմա այսօր միասին այստեղ լիքը փաթեթներ ունենք բացելու, ամբողջ գնումները արել եմ եւ սովորական ուղակի խանութներից, եւ Թեմուից, եւ Վայլբերիսից, եւ ինչ խանութ որ դուք գիտեք երևի թե ամեն տեղից ինչ որ մի բան ձեռք եմ բերել իմ սենյակի էսթետիկ տեսքը ապահովելու համար։ Այստեղ ձեզ ցույց տամ, թե ինչ է կատարվում։ Հիմա այստեղ հեռուստացույցը պետք է կախի ամուսինս, իսկ այստեղ իմ կոսմետիկ միջոցներն են, որոնք իրականում այսքանը չեն, շատ են, տոպրակներով հետևի ֆոնի վրա ուղղակի տեղադրված է, որովհետև սպասում եմ, որ այստեղ ամեն ինչ դասավորենք, որ դարակներում էլ դասավորեմ կոսմետիկ միջոցները։ Իրականում դարակների մեջ էին, բայց քանի որ ինձ դարակների միջի օրգանիզացիան դուր չէր գալիս, ես մի փոքր փոփոխության ենթարկեցի։ Հատուկ տարաներ պատվիրեցի, որոնք դարակների մեջ ավելի գեղեցիկ տեսք էին ունենալու, որոնք դուք իհարկե հիմա հաջորդ կադրերում կտեսնեք։ Կա նաև, երբ որ մեր տունը 5-ից 0-ից սարքում ենք ու դեռ վիդեոների շարունակությունը տեղադրված չէ, մինչև երրորդ մասն է տեղադրված, երրորդ մասից հետո արդեն ավելի շատ հենց էսթետիկ այդ ռեմոնտի, հա, ներքին կահավորման, դիզայնի այդ ամեն ինչի մասին է, ու այդ մասին եւս անպայման վիդեոները պարտադիր տեղադրելու եմ, ովքեր որ առաջին անգամ են տեսնում էջս միացեք, որպեսզի տեսնեք։ Իսկ հիմա եկեք, ձեզանից շատ ժամանակ չխլեմ ու սիրուն իրար հետ այստեղ ավելի մեծ է իրականում տեղը, հիմա ձեզ բոլոր կադրերով ցույց կտամ, ստանանք շատ սիրուն տեսարան, որ ինքը լինի հաճելի ու հանգստացնող։ Իրականում այնպես է, որ բավականին դասավորված էր, բայց ժամանակի ընթացքում եւ իմ կոսմետիկ միջոցներն են շատ, եւ նուշի ինչ որ արտադրում ենք բերում եմ, որպեսզի ես ինքս փորձարկեմ, ունենամ, պարտադիր, որովհետեւ ես ինքս օգտագործում եմ, ու ինձ համար այստեղ կարծես տեղը քիչ էր։ Բացի քիչ լինելուց էլ ես ուզում էի, որ հենց այդ հայլայն զոնայում մենք ունենանք ինչ որ տարօրինակ դասավորություն կոսմետիկայի, օծանելիքների եւ այլնի, ու դրա համար էլ ձեռք եմ բերել սա։ Սա փոքրիկ դարակաշար է, որը տեղադրվում է հենց կահույքի վրա ու ամենալավն այն է, որ այն քեզ ինչպես հարմար է, այդպես կարող ես տեղադրել։ Այստեղ տղաներս հայրիկին օգնում են, որպեսզի այն հավաքի։ Ես չեմ հոգնի հաստատ այս դարակաշարից, որովհետև իրականում ցանկացած պահի ոնց ուզեմ կարող եմ նրան ձևափոխել եւ դարձնել այնպես, ինչպես ես եմ ուզում։ Սրանք նախատեսում եմ տեղադրել իրար վրա, գեղեցիկ ձևով կոսմետիկ միջոցներից դարակի վրա, որտեղ կշարեմ կոսմետիկ միջոցները։ Հավատացեք երեխաներս ինչ որ տեսնեն, այդ էլ սովորելու են ու իրանք էլ այս ամեն ինչը տեսնելուց հետո, դե իրականում դուք հետո եք տեսնում հոլովակը, չէ, որ գալիս են մեր սենյակ, ամեն ինչի վրա շատ ուրախանում են, որ ամեն ինչ դասավորված է, սիրուն է ու նույնը իրանք սենյակների համար, նույնը ամբողջ տան համար։ Իդեպ ասեմ, շուտով նմանատիպ հոլովակ կտեսնեք նաև աղջկա սենյակն ենք նույն ձևով վերադասավորելու, բոլոր սենյակներն էլ դասավորված են, ամեն սենյակի համար իր ամեն ինչը ձեռք բերել ենք, բայց ժամանակի ընթացքում, երբ որ արդեն ապրում ես ու մեծ որ ինչ որ մի բանը, օրինակ կուզենայի մի փոքր փոփոխել եւ ավելի քո սրտին, քո ներաշխարհին համահունչ դարձնել։ Եվ ինչու՞ չէ, դա ունի նաեւ հակառակ, հա, էֆեկտը, երբ որ օրինակ թեկուզ դու հոգնած ես, լավ տրամադրություն չունես եւ այլն, բայց արդեն այդ ամեն ինչ որ ստեղծել ես, հիմա իրանք են այդ տրամադրությունը քեզ փոխանցելու։ Այնպես որ միացեք իմեջին ու աղջկա սենյակը եւս շատ գեղեցիկ էսթետիկ դիզայն ենք անելու։ Նոր կահույք են պատվիրել այնտեղի համար եւս լրացուցիչ կահույքի մասին է խոսքը, որովհետեւ հիմնական կահույքը պատվիրված է, պատրաստված է։ Այսպեսով շուտով նաեւ այդ հոլովակը կնկարահանեմ։ Մի հատ խնդրում եմ նայեք, որ ինքը ստեղծված է, որ այդ հայելու դիմացն ենք, հիմա մենք միասին կանենք ու դրան գեղեցիկ կոսմետիկ միջոցներ կշարենք։ Շատ գեղեցիկ է։ Ես սիրում եմ նման տարօրինակ ու արտասովոր բաներ։ Հիմա դուք կարող եք իմ ձեռք բերածների մեջ լիքը բան տնեք, որ իմաստը տենց էլ չհասկանաք, բայց ես դրա իմաստը ինձ համար ամենայն դեպս ինքը իմաստ ունի ու ես հասկանում եմ, ու ես կարծում եմ, որ ամեն մարդ ինքն է զգում, հա, ինչն է իր համար ավելի հաճելի, որ լինի իր տանը կամ իր սենյակում։ Լիքը բնդուններ, փետուրներ,
տարօրինակ խոտեր, տարօրինակ ճյուղեր, այդ ամեն ինչը գեղեցիկ վազերի մեջ դնելու համար հիմա դրանք նույնպես ցույց կտամ։ Պատվիրել եմ տարբեր տեղերից, նենց որ չեմ հիշի ինչ որ արտիկուլներ, որ ձեզ համար դնեմ։ Այդտեղ եւ թեմից կա, եւ վայրերից կա, նենց որ ահա ու խանութներից էլ ուղղակի շատ խանութներ կա, որ վաճառում են նման զիզի-բիզի ինքնալքի բաներ, ես որ տեսնում եմ, հենց տեսնում եմ, պատկերացնում եմ տանը որտեղ կամ սրահում կամ արտադրամասում որտեղ ինքը սիրուն տեղ կգտնի ու վերցնում եմ ինձ։ Այսինքն սիրուն ու ձերքից ընկա։ Տարօրինակ ծաղկամաններ, ես սիրում եմ sense տարօրինակ ու ոճային բաներ, որոնք հիմա կնայենք հետևյալ այդ բմբուլիկներից ու ճյուղերից, որոնք կհամապատասխանեն այստեղ։ Նմանատիպ վազեր եւս մի հատ տեսեք։ Շատ յուրահատուկ է ու շատ սիրուն։ Ես ստայեմ մաստեր իր ուրույն տեղը կգտնի, չնայած կրկնում եմ, ես ինչ որ ձեռք եմ բերում, ես արդեն գիտեմ իր տեղը ու դրա համար ըստ այդ տեղն եմ ձեռք բերում, սա էլ իր շարունակությունն է։ Կարծում եմ ձեզ լավ գալիս, նայեք, իրանք իրար հետ են դրվում ու այդ սիրուն բմբուլիկներ։ Դուք արդեն պատկերացնում եք սենյակի վերջնական տեսքը։ Ոչ, ես այո։ Ամենատարօրինակ բանը, որ ես ձեռք եմ բերել ու իմ ամուսինը դասել չհասկացավ ես այդ ինչի համար եմ ձեռք բերել։ Իրանք զուտ, էֆեկտ ու տեսարան ստեղծելու համար նախատեսված գրքեր են։ Ինքը իսկական գիրք չի։ Ինքը ուղղակի սիրունության համար նախատեսված գրքեր են, չնայած դրան, որ դուք գիտեք, որ ես ինչքան շատ ունեմ գրքեր, ովքեր որ հետևում են ինձ, ես տեղադրել եմ այդ մասին հոլովակ, ինչքան շատ ունեմ գրքեր, ինչքան շատ եմ գիրք կարդում ես, բոլորը գիտեք այդ մասին։ Բայց ինչի համար եմ ես ձեռք բերել այս արհեստական գրքերը, որ ինքը իսկական գիրք չի։ Նրա համար, որովհետև այդ իմ ունեցած գրքերը իրանք տարբեր գույների են։ Ինքը ընդհանրապես չէր ինտեգրվելու, ստեղ գիրք կա դեղինա, գիրք կա կարմիրա եւ այլն, ու ստեղ ինքը էսթետիկ տեսք ինձ համար չէր կարող ստեղծել։ Ու դրա համար նույնն ինչ անում, ձեռքաբերում արհեստական գրքեր, որոնք իրականում իսկական չեն, բայց շատ սիրուն են ու իսկական ինտերիերը լրացնելու համար են։ Այստեղ էլի, որ ճիշտ ասեմ, չեմ հիշում ես մեկը որտեղից եմ ձեռք բերել։ Այսինքն սիրուն էսթետիկ, այսինքն ամանիկներ, բաժակներ, չգիտեմ ես տակինը կօգտագործեմ թե չէ, բաժակները հաստատ, սա կոնկրետ կոսմետիկ միջոցներ է այստեղ դասավորելու համար։ Վրձիններ, շրթունքի մատիտներ եւ այլն։ Արդեն պատկերացրեցի, չէ՞։ Ամենամեծ տոպրակը, սա եւս խանութներից ձեռք բերած է, սա վայրվերից թեմուչի, ուրիշ կայքեր չեն, AliExpress-ի չէ, սա խանութներից ձեռք բերած է։ Ուրեմն սա խոհանոցից համար է, ինքը առանձնանում է, այսենց, խոհանոցից դարակների մեջ դնելու համար է, ինչի համար։ Ես այնտեղ ունեմ համեմունքների շատ սիրուն տարաներ, ամեն մեկը լցված է իր մեջ, բայց կան համեմունքներ, որոնք շատ փոքրիկ քանակով են, իրականում իրանք շատ քիչ էլ օգտագործվում են, օրինակ աղացած իմբիրը եւ այլն, շատ չմանրամասն, ու իրանք պակետիկներով են, քանի որ ես տանել չեմ կարողանում խառնաշփոթ, թե դարակների մեջ, թե դարակների վրա, թե ամենտեղ, ու հատկապես խոհանոցում, ինչ ենք անում, այստեղ սիրուն պակետիկներով դասավորում ենք այդ մեր սիրուն համեմունքները ու դնում ենք խոհանոցի դարակի մեջ եւ օգտագործելն է հեշտ, այսինքն եթե ինձ պետք է, անմիջապես հենց այս դուրս եմ բերում, մեջից ինչ պետք է օգտագործում, նույնիսկ դնում եմ տեղը ու համեն շատ սիրուն է։ Էսթետիկ ու սիրուն, սրանից ձեռք եմ բերել 3 հատ, վստահ եմ դարակներում ամեն մեկ իր տեղը գտնելու է ու դժվար թե շատ լինի, հաստատ շատ չլինի, օրգանայզերները երբեք շատ չեն լինում իմ կարծիքով։ Այստեղ զատիկի հետ կապված բարականներ եմ ձեռք բերել, գտամ, այսպիսի հետաքրքիր զարդարանքներ են, մոմեր են եւ այլն են։ Այսինքն սիրուն մոմեր, ձուներկելու համար նախատեսված գույներ, տիպեր, շատ որ երեխեքը կպցնեն ծիվիկների վրա ու ուրախանան։ Հիմա ամենակարևոր առևտուրներից մեկը, այս անպայման առեք։ Ինչ է սա։ Հիմա ցույց կտամ ձեզ, իրանք ուղղակի պլաստիկ է, դարակների մեջ դրվող այսինքն հարմարանքներ են, նախ դիզայնը մի հատ խնդրում եմ, շատ սիրուն է, պլաստիկ է ու շատ ամուր։ Սրանցից ձեռք եմ բերել, ոնց որ թե այսպես, հա, մոխրագույնից 3 հատ, սպիտակից 3 հատ, դարակների մեջ դրվող ու մանր ինչ-որ բաներ շարելու համար եւ ոչ միայն մանր։ Օրինակ, այս մեծերը, որ ձեռք եմ բերել, սա նախատեսված է ինձ համար, այստեղ դնելու եմ իմ բոլոր մազերի հարդարանքների համար նախատեսված շիպցիներ, արտուկներ, գոֆրե, ֆենետ, ամեն ինչը սիրուն դասավորած սրա մեջ։ Հիմա ցույց կտամ։ Օրինակ,
սա սիրուն այդ իրա լարը կփաթաթենք իրա վրա ու սենց գտնենք մեջը ու բոլոր այս իմ գործիքները այս սրանցից մի միլիարդ հատ ունեմ ամեն մեկը մի բան է անում մազերի հետ այս հիմա որ տեսնում եք սրանը վարած ու տենց սիրուն գտնենք մեջ ու ինքը գնի հավաքված ու միտեղ հա ու մեկ էլ որ ասում եմ տանել չեմ կարողանում խառնաշփոթ իրականում իմ շրջապատում շատ շուտ է ստեղծվում խառնաշփոթ որովհետև օրինակ արտադրամասը հավաքած մաքրած իդեալական դրած է ու մենք այդ օրը ունենք այլ արտադրամասներից եկող հունք, տարաներ, ես չգիտեմ ինչ ու այդտեղ 15 րոպեվա մեջ հենց մեր առաքիչները գալիս են, դառնում ասես մի հատ բուրգ, որ պետք է հերթով դասավորվի։ Իհարկե տարաները գնում են պահեստներ, հունքը գնում է այլ պահեստ, իրանք տարբեր տեղերում են դասավորված։ Այդ է տենց, իսկ առհասարակ հա իմ շրջապատում ստեղծում է շատ խառնաշփոթ, օրինակ երբ որ ես լվացքը միացնում, լվացքից հետո դնում եմ սուշիլկայի մեջ, այդ սուշիլկայի դուրս եկածները բոլորը պետք է հատ-հատ հարթուկես, ծալես, դասավորես ու դնես իրենց տեղերը։ Ինձ թվում է այդ բոլորի տանն է լինում ու այդ լրիվ նորմալ է։ Հաստատ ոչ մեկ լվացքի մեքենայի կամ սուշիլկայի կամ լվացքի պարանի վրայից չի հավաքում լվացքը ծալված, հարթուկված ու դասավորված վիճակում, չէ՞։ Ու մեկ էլ ամենակարևորը, եթե ես ասում եմ սիրում եմ հավաքված, ուրեմն պետք է լինի հավաքված, այլ ոչ թե ուղղակի փնովում եմ ուրիշներին, թե իբր ուրիշների տանը տեսել եմ կամ ուրիշների ինչ որ մի հատվածում տեսել եմ թավթվածություն, բայց իմը տեսեք ինչքան հավաքված է։ Տես բան չկա։ Իմը իրականում միշտ շատ հավաքված է։ Հիմա ես ձեզ դեպ ցույց կտամ նաև իմ կոսմետիկաների դարակները ու դուք կտեսնեք թե առանց օրգանայզերի ինքը ինչ վիճակում է ու ես իրանց համար ձեր համար այնտեղ օրգանայզերներ ունեմ, մոտ ցույց կտամ, դասավորից հետո ինչքան սիրուն կլինի։ Նայեք, շատ հարմար օրգանայզերներ են, հիմա սրանցով շատ սիրուն կոսմետիկան կդասավորենք դարակներում։ Սա է դարակաշարը, որ նոր տեսակ որ հավաքում էր ամուսինս, երեխաներն են կողքից օգնում էին, թե խանգարում էին, չգիտեմ։ Հիմա սա, տեսեք, բավականին էլ մեծ է, դրվելու է հայելու կողքը։ Հիմա ամբողջը ձեզ ցույց եմ տալու։ Այստեղ կոսմետիկ միջոցները ուղղակի տարաներից հանված, դարակներից հանված այստեղ դրված են, հա, ու ինչի համար էի նաև ուզում ես սրանք։ Տեսեք, կան կոսմետիկ միջոցներ, որոնք ամենօրյա օգտագործման են, ես շատ հաճախ եմ օգտագործում, օրինակ, այս ալոե վերայի, սա ձեր իմացած այն մի քանի 100 դրամանց ալոե վերան չէ, սա մի խոսքով ինձ Ֆրանսիայից է եկել, ինքը օրիգինալ տարբերակն է, ես ձեզ խնդրում եմ խանութների պատենտ անիմաստ բաները մի քսեք ձեր երեսներին ու ձեր մաշկը մի փչացրեք, սա հենց հոլիկայինն է, մի խոսքով ասացից ինչա, ինչքան էլ որ իրան շատ եմ սիրում, թե իր դիզայնը, թե այս ամեն ինչը, թե իր մեջինը ինչքան լավն է, բայց մեկը, այստեղ ինքը իմ համար առաջացնում է տեսողական խառնաշփոթ, վիզուալ շում, տենց ասեմ, հա, տեսողական, չգիտեմ, հաճելի չի, դրա համար այդ գունավոր բաները գնում են դարակների մեջ սիրուն օրգանայզերներով, որ այստեղ դրվի միայն էսթետիկ գեղեցիկ գույներ, տոներ ունեցող կոսմետիկան։ Իմ օծանելիքն է, իր էսթետիկ տեսքը գեղեցիկ է, այդ նշանակում որ ինքը այստեղ հաստատ սիրուն տեղ է գտնել։ Շատ եմ սիրում սա, դեմքի պիլինգ է, շատ լավն է, բայց էլի, քանի որ գունային խառնաշփոթ է ստեղծում, իր գդալիկի հետ մեկտեղ կգնա այստեղ։ Այստեղ տեսնենք օրգանայզերներով դասավորված դարակները, ամեն օրգանայզերի մեջ տեղադրված է այն, ինչ որ ինձ անհրաժեշտ է ու տեսակավորված, իսկ այստեղ իմ ագնոսների տեսականին է։ Այս դարակում էլ ամուսնուս խնամքի պարականերն են։ Ինչպես տեսնում եք, Նուշից և MM Brothers-ից էլ այստեղ ահագին պարականեր կան։ Այս էլ իմ դիմակն է։ Այս էլ իր տեղը բնականաբար կունենա դարակների մեջ։ Սրա մասին հետո կխոսեմ, շատ լավ բան է, հետո կասեմ։ Հա, տեսեք, այստեղ թեմուից ինչ էի պատվիրել։ Ուրեմն այսինքն ինքը փոքրիկ սիլիկոնից է պատրաստված շրթներկի համար է, որ սրանով այսպես շրթներկը վերցնես ու օգտագործես։ Շատ հարմար է։ Այստեղ կլսեմ բոլորի շրթներկը մատիտները։ Տեսնում եք ինչքան շատ է, հա, ես այդպես տարօրինակություն ունեմ, ես մի բան առնելուց կարող եմ բլոկով առնեմ, ես շորը առնելուց կարող եմ նույն գույնը ինձ դուր գա ու այդ գույնից, այդ նույն շորից երկու հատ առնեմ տարբեր գույների, նույն կոշիկից երկու հատ առնեմ տարբեր գույների, եթե ոչ 3 հատ։
Այստեղ այսպես վրձինները դրեցի։ Էլի մազի արդուկ։ Շիտից գրքեր։ Այստեղ եկեք այս տարաների մեջ սիրուն իրա բմբուլիկները դասավորենք։ Շատ հետաքրքիր է։ Շատ սիրուն է։ Ուզում հասկանամ այս որտեղ կսազի, միգուցե այստեղ։ Կամ միգուցե այստեղ։ Յանց կարելի է մի քիչ բացել։ Հիմա կհասկանանք որտեղ կսազի։ Բացեմ այս բմբուլը։ Սա կարծում եմ այստեղ։ Սիրուն է։ Այստեղ էլ կարող են այրել։ Հիմա մեջը։ Որը երևի պատուհանից ու ստանա։ Հիմա խաշակուրը կբերենք ու սիրուն կմաքրենք։ Այսպես տեսք ունեն իրանք, ես մոտ ինչու դիմացվեց։ Մնացված ճյուղակինքը շատ բարապապ տեսել է։ Այսպես տեսք ունենք, ես մի հատ մնացված է։ Այս պուջը բողորիկները, սող բմբուլ եմ եղել։ Հիմա ձեզ վերջնական ցույց տամ ամբողջ դասավորվածությունը։ Չգիտեմ որքանով է էկրանից այն կողմ փոխանցվում այդ գեղեցկությունը, բայց շատ հանգստացնող ու շատ հաճելի տեսք ուներ ամեն ինչ։ Դասավորելու ընթացքում կարծես ամեն ինչ իր տեղը գտավ, արեցի որոշակի փոփոխություններ եւ ավելի գեղեցիկ ստացվեց։ Այ հիմա նոր ինձ համար սենյակի վերջնական տեսք կարծես թե երևում է, չնայած նրան, որ մենք արդեն մի քանի ամիս է այստեղ էինք բնակվում։ Դե մեր զբաղվածության արդյունքում էլ, քանի որ շատ աշխատում ենք եւ շատ զբաղված ենք, որոշակի բաներ կարծես ոչ թե աչքաթող էին կարել, այլ երկրորդ պլանում էր մնացել, օրինակ հենց այս դեկորացիաների դասավորությունը, նոր իրերի ձեռքբերումը։ Բոլորի սենյակները վաղուց է դասավորված եւ կահավորված, բայց անելու եմ էլի հոլովակներ եւ աղջկաս սենյակում եւ տղաների սենյակում կտեսնեք ինչ նոր գեղեցիկ, այսպիսի հանգիստ էֆեկտ տվող, հանգստացնող ու սենյակը վերջնական լրացնող դետալներ եմ ավելացնելու։ Այստեղ որոշեցի դնել իմ առաջնային օգտագործման բարակաները, այն է ցերեկային եւ գիշերային նուշի քսուկները բարեմ մարեմը, որովհետեւ այն օգտագործվում է ամեն օր, առավոտյան եւ գիշերը։ Այստեղ վերջնական այսպիսի տեսք տվեցի, վերջնական այսպես դասավորեցի ու շատ գեղեցիկ ու միմյանց համահունչ ստացվեց։ Ամենակարևորը, ասեմ ձեզ, հիմա մոնտաժելու ընթացքում նայում եմ մի քանի օր է անցել, այս բմբուլները ավելի են բացվել իրենց դրած տեղը ու ավելի գեղեցիկ տեսք ունեն հիմա, քան հոլովակի նկարահանման օրներ։ Ահա եւ սենյակի վերջնական տեսքը պատրաստ է, բայց վստահ եմ, որ ընթացքում ես էլի բաներ կունենամ ավելացնելու, բայց ասեմ, որ երբևիցե չեմ սիրում, որ հիմա էլ այնքան շատ այդ ամեն ինչը լցնես, որ հակառակ էֆեկտ ստանաս ու տհաճ նայվի։ Ավելի լավ է լինի մի քանի իդեալական դետալ եւ այդ ամենը լրացնի մեկը մյուսին, քան ավելորդ գույներ, ավելորդ այնքան շատ պարագաներ շարես, որ հիմա էլ ավելի շատ խառնաշփոթի տեսք ստանա ու իրական դիզայնը ու իրական էֆեկտը չզգացվի։ Այստեղ էլ ցույց տամ ձեզ վերջնական դարակների դասավորությունը, այն փոքրիկ կոնտեյներներն էր, որոնք ես ձեզ ցույց տվեցի, դրանց շնորհիվ այսպիսի հավաքված տեսք ունեցավ դարակը։ Իմ կոսմետիկ միջոցները շատ են եւ այսպես դասավորված ինձ ավելի հարմար է, որպեսզի գտնեմ որտեղ է շրթունքի մատիտը, որտեղ է աչքի մատիտը ու առհասարակ ցանկացած պրոդուկտ, զարդ, կոսմետիկ միջոց, խնամքի միջոցներ ու պարագաներ եւ այլն։ Իրականում զարդերի մեջ մերեն սովորական լեզվով ասած մի լավ ուբորկա եմ արել, որովհետև այն ինչ որ ինձ անհրաժեշտ չէր եւ ես հոգեպես զգում եմ, որ այդ ամենը ինձ անհրաժեշտ չի, ես այն չեմ օգտագործում, ես պարզապես դեն եմ նետել եւ լրիվ ձեռք եմ բերել նորերը։ Այստեղ կոնտեյներներով առանձնացված է ցանկացած խնամքի պարագա, ամեն կոնտեյների մեջ ինքն իրան վերաբերվող, ամբողջովին նույն պարագաներն են, իսկ այստեղ էլ ամուսնուս խնամքի միջոցները։ Շուտով նմանատիպ դասավորություններ կանեմ ամբողջ տանը տարբեր սենյակներում,
տարբեր դարակներում եւ բոլորը ձեզ ցույց կտամ, թե երեխաների, թե խոհանոցում եւ այլն։ Չնայած նրան, որ մեծամասամբ ամենը արդեն իսկ դասավորված է եւ իր տեղերը գտել է։ Ինչ այսօրվա համար այսքանն էի նախատեսել, հուսով եմ դուք հավանեցիք, իսկ ես գնամ բմբուլներս մաքրեմ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։